Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ աստրոմագիա եւ թալիսմանների մոգական, էքսկլյուզիվ, անկրկնելի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերհզոր արարողակարգեր, հմահախոսություններ, զանազան խորհուրդներ, շշուկներ մոգական, որոնք բավականին պարզ, բայց շատ արդյունավետ եւ օգտակար, որոնք օգնեն ձեզ հաղթարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Սիրելիներս, գիտեք, որ լուսինը աճող է, սա ես շարունակում եմ ներկայացնել մինչև մայիսի 12, 2025 թվականի փողաբեր արարողակարգեր հիմնականում, որտեղ այս մայիսի իհարկե շատ ֆինանսական ճգնաժամի հավանականություն շատ բարձր է, եւ այդ պատճառով ես ներկայացնում եմ հենց փողաբեր արարողակարգեր ձեր բազմաթիվ խնդրանքներով, արդեն սա փողաբեր թալիսման մագնիսն է, դուք կարող եք դիտել նախորդ վիդեոում, եթե չեք դիտել անպայման դիտեք եւ կատարեք։ Բոլոր այս արարողակարգերը կատարվում են հաջող լուսնի ժամանակ, եթե այլ ամիսների եք դիտում, այլ տարիների, այլ ժամանակ եք մի խոսքով դիտում այս տեսանյութը, իհարկե անպայման անցեք իմ աստղաբանական ալիքի վրա, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ, այնտեղ ես ներկայացնում եմ մանրամասն ամեն ամիս գալիք ամսվա լուսնի փուլերը, փոխհարաբերություններ լուսնային մորակների հետ եւ այլն, մանրամասն կանխատեսումները բոլորը կան, կարող եք նախապես տեղեկանալ, թե երբ է նորալուսինը, երբ է լիալուսինը, երբ է լուսինը աճում, երբ է նվազում եւ այլն։ Այնպես որ որևիցե խնդիր չկա, անպայման բաժանորդագրվեք նաեւ եւ աստրոմագիա եւ թալիսմաններին եւ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ աստղաբանական YouTube-յան ալիքին։ Իսկ այժմ սիրելիներս ներկայացնեմ շատ պարզ երկու փողաբեր շշուկ, նրանք երկուսն էլ միտված են ձեր կյանքում նյութական բարեկեցության ավելացման, ամրապնդման եւ բազմապատկման վրա, այսինքն եթե խնդիրներ կան նյութական, ապա անպայման խորհուրդ եմ տալիս կատարել այս փողաբեր շշուկները, նամանավանդ, որ նրանք կամ հմահախոսությունները, որ նրանք շատ պարզ են եւ կարող եք հենց այս շշուկները հենց եւ ձեր ընտանիքի բարեկեցության համար եւ ձեր մերձավորների բարեկեցության համար, այսինքն սա ոչ միայն ձեզ համար իհարկե օգտագործվում է, այլ նաեւ կիրառելի է նաեւ ձեր մերձավորների, բարեկամների ու հիմնականում ընտանիքի անդամների, աղջկա, տղայի, ամուսնու եւ այլն, այսինքն շատ այսպես ունիվերսալ շշուկներ են, մահախոսություններ շշուկներ են, երկուսն էլ այժմ կներկայացնեմ եւ ինչ է նրանց միավորում, որ կատարվում է բացառապես կրկին նշեմ աճող լուսնի ժամանակ եւ լուսինը պարտադիր պետք է երևա երկու դեպքում էլ այժմ երկու շշուկ կներկայացնեմ երկու դեպքում էլ լուսինը պետք է անպայման երևա կատարում եք երեկոյան առաջին շշուկ հմահախոսությունը միտված է ձեր տան, ձեր ընտանիքի բարեկեցության, նյութական բարեկեցության, ամրապնդման եւ բազմապատկման վրա։ Պետք է անպայման դուրս գալ բաց տարածության վրա, այսինքն պատշգամբից այս առաջինը չի կարող անել, պետք է դուրս գալ փողոց եւ բաց տարածություն պետք է լինի եւ բնականաբար լուսինը պետք է երևա, դե այժմ մի փոքր մշուշ է, մի փոքր ամպեր են, բայց այնուամենայնիվ գիշերները, երեկոները ես տեսել եմ լուսինը երևում է, համենայնիվ 3 երևում էր։ Դուրս է գալիս եւ նայելով լուսնին, սիրելիներս 7 անգամ արտասանում եք այն հմահախոսությունը, որը առաջինը գրված կլինի այս վիդեոյի նկարագրության մեջ, սիրելի բարեկամներ, անպայման նկարագրության մեջ բացեք եւ նայեք։ Այնտեղ կլինեն փակագծեր այդ հմահախոսության մեջ եւ գրված կլինի անուններ։ Թվում եք ձեր ընտանիքի անդամների անունները մեծից մինչև փոքր, ընտանիք 7 հոգի եք, սկզբից ամենամեծը ձեր ամուսինն է կամ, չգիտեմ, ձեր հայրն է եւ այդպես թվում եք բոլոր անդամներին։
Այնուհետև վերադառնում եք տուն եւ անպայման լվացվում։ Մեկ անգամ կլինի, 7 անգամ կլինի, դա էական չէ։ Լվացվում եք, ջուրը պետք է ձեր դեմքին չորանա, չի կարելի մաքրել այդ ջուրը։ Մյուսը սիրելիներս, այս մյուս փողաբեր շշուկը մահախոսությունը կատարվում է 3 օր շարունակ։ Իհարկե շատ լավ ժամանակահատված է հենց հիմա, այսինքն 9-րդ լուսնային օրվանից մինչև լիալուսին, մինչև 15-րդ լուսնային օրը դուք կարող եք կատարել այս մահախոսություն շշուկը։ 3 օր շարունակ է կատարում եւ այնպես է որ երրորդ օրը թույլատրելի է որ համընկնի լիալուսնի հետ, այսինքն պետք է սկսեք այժմ, այսինքն հենց հիմա եւ ավարտեք, կարող եք ավարտել մայիսի 12-ին, եթե դիտում եք 2025 թվական, եթե այլ տարիների եք դիտում, այլ ամիսների եք դիտում, իհարկե պետք է սկզբից տեսնեք երբ է լուսինը աճում, որտեվ եթե նվազող լուսնի վրա կատարեք, դա ավելի վատ կանեք ձեզ համար։ Այս փողաբեր շշուկը եւս միտված է ձեր եւ ձեր մերձավորների, ձեր ընտանիքի անդամների բարեկեցության աճին։ Եթե դուք սա կատարեք ամեն աճող լուսնի ժամանակ, դուք կնկատեք, որ գումարը ձեզ սկսում է գալ անսպասելի կերպով եւ անսպասելի աղբյուրներից, այսինքն անսպասելի ֆինանսական հաջողություն է բերում հենց այդ փողաբեր շշուկը։ Կատարվում է 3 օր շարունակ, պարտադիր պայմանն է, սիրելի բարեկամներ, որ լուսինը երևա, այսինքն եթե անձրևում է, եթե երկինքը պատված է, չգիտեմ, ամպերով, մութ ամպերով, ոչ մի լուսին էլ չի երևում, դա այս կոնկրետ այս շշուկը հենց դուք չեք կարող կատարել, այսինքն եւ առաջինի եւ երկրորդի պարտադիր պայմանն է, որ լուսինը երևա։ Սա կարող է կատարել նաեւ ձեր տան պատշգամբ, կարող եք դուրս գալ կամ պարզապես բացել պատուհանը, դուրս գալ փողոց, եթե ձեր տանից չի երևում, դուրս եք գալիս փողոց եւ այնտեղ եք կատարում։ Եվ այստեղ նույնպես պետք է նայելով լուսնին, սիրելի բարեկամներ, 3 անգամ կրկնեք այն մահախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ, համար 2-ի տակ։ Եվ այստեղ իհարկե դուք կարող եք 3 անգամ կրկնեցիք ձեր համար, այնուհետև կարող եք կրկնել նույնը կատարել ձեր ուրեմն ենթադրենք տղայի համար, ձեր դստեր համար, ձեր ամուսնու համար, այսինքն բոլոր ընտանիքի տան անդամների համար կարող եք դա կրկնել։ Եվ այդպես շարունակ 3 օր շարունակ դա պետք է անել։ Եթե մեկ անգամ կատարեցիք, հաջորդ օրը սկսվում է ուժեղ անձրև, ամպրոպ է, չգիտեմ, երկինքը պատված է թանձր ամպերով, ուրեմն այդ օրը բաց եք թողնում։ Հաջորդ օրը արդեն պարզ երկինք է, կատարում եք եւ այդպես նաեւ լիալուսնի օր, այսինքն մայիսի 12-ին կարող եք, այսինքն ոչ թե սկսել, այլ ավարտել դա ուշադիր եղեք, անպայման ավարտում եք լիալուսնին։ Եթե դուք ենթադրենք երկրորդ անգամ այնպես համընկավ կատարեցիք լիալուսնի օրը, հաջորդ օր ասեն լուսնի նվազման առաջին օրն է, չի կարելի կատարել, 2 անգամ եք անում եւ վերջում հաջորդ արդեն աճող լուսնին կարող եք նույնպես կատարել, բայց լուսինը պետք է արդեն լավ այսպես լիքը լինի, այսինքն առաջին քառորդից հետո այս արուղակարգը շատ լավ է կատարել արդեն 7-րդ լուսնային օրից, ավելի լավ 9-րդ լուսնային օրվանից հետո, երբ լուսինը արդեն ավելի այսպես լավ լցված է լինում։ Ավելի արագ իհարկե կաշխատի, կօգնի ձեզ այս շշուկը։ Դու շատ պարզ է, շատ հեշտ է, չի պահանջում ոչ մոմեր գունավոր, ոչ ջուր, ոչ մի բան այստեղ անհրաժեշտ է միայն լուսինը եւ ձեր ուշադրությունը եւ իհարկե այդ հմախոսությունները անպայման փորձեք կատարեք, կտեսնեք ինչքան արդյունավետ են։ Թվում է շատ պարզ է, շատ այսպես մաչելի է, շատ հասարակ արարողակարգ է, բայց հավատացեք, որ հմախոսությունները երբեմն շատ ավելի լավ են օգնում եւ շատ ավելի դրական արդյունք են
ապահովում, քան բարդ արարողակարգերը։ Հա, այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան աստղաբանական ալիքին, նաև աստրոմագիա եւ թալիսմաններ այս մոգական էքսկլյուզիվ ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանությունում ինչպես են օգնում ձեզ այս արարողակարգերը հասնել ձեր նպատակներին եւ ապահովագրել նյութական բարեկեցության եւ բարգավաճման անընդմեջ աճ։ Ստեսություն սիրելիներս, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ հաջողություն, կհանդիպենք